Բարի երեկո, եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին եւ մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների եւ տեղի շուրջ։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, այնուհետև օրենքն հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Այս տարբերակի շուրջ եկել ենք համաձայնության, համատեղ գեներացրել ենք այս տեքստը հանձնաժողովի անդամների, կառավարության ներկայացուցիչ եւ նախաձեռնող խմբի անդամների հետ այսքանը։ Հաշվի առնելով, որ արդեն 3 շաբաթ է անցել մեր վերջի քննարկումից հետո, արդյոք կա որևէ պաշտոնական արձագանք ԵՄ-ի գործադիր մարմիններից այս նախաձեռնության հետ կապված։ Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը եւ ապա պետք է ակնկալել արձագանքեր։ Կուզենայի իմանալ ինչ է նշանակում ըստ երևույթի սպասում եք։ Դա տեղեկություն է, թե դուք ենթադրում եք։ Պաշտոնական դիրքորոշում, ինչպես հայտնել էին եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, պաշտոնապես, որ սպասում են օրենքի ընդունմանը։ Այսինքն նմանատիպ պաշտոնական արձագանք է եղել։ Այո, այդ եղել էր դեռևս օրենքի առաջի ընթերցումից հետո պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական արտաքին գործողությունների ծառայության այդպիսի հայտարարություն արել, որ ի գիտություն են ընդունում օրենքի քննարկումը եւ հանդես կգան համապատասխան հայտարարություններով։ Ես կուզենայի իմանալ ճշտել հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքները որոնք են օրենքը ընդունելուց հետո։ Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք Եվրոպական միության անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որ տարածվի Հայաստանի Հանրապետության վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ անդամակցի Եվրոպական միությանը կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ, այդ հովանոցի տակ։ Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Մենք մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն Եվրոմիության հետ, արդեն տեղի են ունեցել 2 նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն առաջի անգամ այդ
ոլորտը չկար ՍԵՊԱ-ում, հատկացված է մեծ մաս առանձին գլուխ է այդ վերաբերյալ։ Իհարկե դրա հետ է կապվում նաև Եվրամիության ընդհանուր եւ անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները եւ այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում։ Միաժամանակ իհարկե Եվրամիության դիտորդները նույնպես ներդրում անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ Վստահ եմ տեղյակ եք նաև, որ Եվրամիությունում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում, առավել ևս ամրապնդել այդ ոլորտը եւ նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ հենց այս ոլորտում համագործակցության համար։ Երևանում է Իրանի արտգործնախարարը Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակում նախատեսված է նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նրանց նպատակը ստորագրման գործընթացի ձգձգումն է։ Այսպիսի տեսակետներ են հայտնել հայ փորձագետները Ադրբեջանի ապատեղեկատվության եւ կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի թեմայով քննարկման ժամանակ։ Մանրամասները տեսանյութում։ Մեր տարածաշրջանը, որը մեծ հաշվով է, եթե գնում ենք ավելի քաղաքական գնահատականների ճանապարհով, այս պահին նվազ ռազմական էսկալացիայի միտում ունեցող տարածաշրջան է, բոլորը շատ լավ հասկանում են, որ այս պահին իրավիճակը ավելի շատ այս քարոզչական հարթությունում է։ Այսինքն միջազգային տարբեր դերակատարներ կամ այս տարածաշրջանով հետաքրքրված բազմաթիվ երկրներ բնականաբար կան բավականաչափ խորքային գնահատականներ առայն, որ այս պահին հարավկովկասյան տարածաշրջանում որևէ էական էսկալացիայի հիմք, պատճառ առիթ չկա։ Շահառու դերակատարների համար պարզ է, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում, բայց միևնույն ժամանակ այդ հիմնական դերակատարներն էլ ներգրավացնելով այն խնդիրներում, ուրեմն չեն փորձում զարգացնել այն դրական միտումը, որ կա մեր տարածաշրջանում, այսինքն եթե մենք գտնվենք ավելի կայուն եւ կանխատեսելի այսօր աշխարհում եւ տարածաշրջանում, բնականաբար այս արձանագրված իրողությունը համաձայնագրի տեքստի համաձայնեցման, ուրեմն մի փոքր ավելի շարունակականության դրսևորման դեպքում միջազգային հանրության եւ հատկապես ամենաազդեցիկ դերակատարների նույն Միացյալ Նահանգներ, գուցե Ռուսաստանը, եթե ուրեմն պլաններ ունենար վերադառնալ եւ հնարավորություններ մեր տարածաշրջան կամ այլ մեկ խաղացողների կողմից, ապա դա կարող է վերածվել ինչ որ արդեն կոնկրետ գործընթացի, բայց քանի որ չկան այդ հնարավորությունները, ցանկությունները եւ ծրագրերը, դրա համար բոլորը ես համամիտ եմ, անգամ գուցե առանց տեքստին ծանոթանալու թե ինչ է, եթե կողմերն եկել են համաձայնության, նշանակում է դա արդեն երկուսին էլ փոխշահավետ է, հետաբար մեր գործն է ողջունենք այդ, ոնց որ օրինակ նախորեն շատ սիմվոլիկ էր Հռոմի Պապի անդրադարձը, Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր առաջին հանրային ելույթում նաև այս խնդրին, այս իրողությանը անդրադառնալ։ Այնպես որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են իրավիճակը, ես կրկնում եմ, հիմնական նպատակը այս բան այս քարոզչական արշավի գրոհի այն նարատիվը, որը գեներացում է հայկական կողմից, որպես տարածաշրջանում էսկալացիայի պատճառ հիմք չկա այլևս եւ քաղաքական բանակցությունների մակարդակում պետք է կողմերը գնան խնդիրների լուծման, այդ նարատիվի չեզոքացումն է։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը, հա, ըստեյության ու եթե անդրադառնամ այդ վերջին միջոցառմանը, որը դուք հիշատակեցիք, շատ ակնհայտորեն խոստովանեցին բանախոսներից մեկը շատ հպարտությամբ, թե
ներկայանում էր որպես ՀԿ ներկայացուցիչ, բայց շատ հպարտությամբ հայտարարեց, որ տեղեկատվական պատերազմում 20 թվականին Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակի կամ պարտությանն ամատնել Հայաստանին, քանի որ իրենց նախագահը 31 հարցազրույց է հաջողացրել տալ միջազգային ԶԼՄ-ներին, առաջ տանելով իրենց հենց խոսույթները, ու դա իրականում խոստովանություն ու ցույցիչ էր մեզ համար առայն, որ իրենց մինչև օրս էլ շատ կարևորում են հենց առաջատար լինելը, թելադրող լինելը։ Հիմա ստացվում է, որ այս խաղաղության համաձայնագրի համատեքստում իրենք կորցնում են ինչ որ նախաձեռնությունը թելադրելու եւ ուստի փորձում են այլընտրանք ստեղծել կամ երկրորդային ֆրոնտ տեղեկատվական բացել, ասելու, որ սա իրական համաձայնագրին ուղի չէ դեռևս, այսինքն Հայաստանը այս դեպքում, Հայաստանին մեղադրելով, որ պատրաստ չէ իրական խաղաղությանը, որովհետև ըստ էության դա չի տեղավորվում իրենց ընդհանուր մոտեցման ու քաղաքականության մեջ ցույց տալու, որ Հայաստանը ագրեսոր է, կառուցողական չէ, տարբեր հարաբերություններում հնարավոր չի իր հետ հարցեր լուծել առանց ուժի կիրառման, ու սա, ինչպես մենք նախկինում էլ արձանագրել էինք, կարող է պատրվակի հող պատրաստել, որպեսզի ամեն պահի էլ կազուս բելի հիմք ունենան ու հերթական էսկալացիայի դրդեն, եթե հասկանան, որ այլընտրանք չկա այս պահին կամ իրենց հատկապես ձեռնտու է դա։ Հայկական կողմի պաշտոնական լրահոսում համենայն դեպս բառամթերքը փոքր-ինչ փոխվել է նախկինի հետ համեմատած, ավելին պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, երբ որ մեկնաբանում էր այս հաղորդագրությունները ադրբեջանական կողմի, բազմաթիվ իրար հետևից մի քանի օր շարունակ, կարծես թե հաստատեցին, որ իրոք կրակոցներ տեղի ունենում են ադրբեջանական կողմից, պարզապես հայկական կողմը դրանց մասին չի բարձրաձայնում ընդհանրապես, քանի որ դրանք երկարատև ինտենսիվ կրակոցներ չեն ըստ էության, նշանակելով, որ այլ տեսակի են, ուստի չենք բարձրաձայնում, ու սա իրականում տեղավորվում է հայկական տեղեկատվական պորտֆոլիոյի մեջ, այսպես ասած, չսրել իրավիճակը, որևէ առիթ չտալ թեման զարգացնելու գուցե եւ ցույց տալ, որ մենք խաղաղասեր ենք եւ պատրաստ ենք համապատասխան քայլերի դիմելու։ Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա։ Մանրամասների շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ովքեր են ստանալու այդ օգնությունը։ Հիշեցնեմ, կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի մարդասիրական օգնությունը Սիրիայի ժողովրդին հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել։ Դրան նախորդել էին աշխատանքային հանդիպումները հայ, թուրք եւ սիրիացի դիվանագետների միջև եւ համաձայնություն էր ձեռք բերվել այս ամենի մասին եւ ուրբաթ օրը ապահվեն տրանսպորտային ընկերության 4 բեռնատարներ հայ վարորդներով հատել էին անցակետը, սահմանը եւ 3 հասել էին Սիրիա, այնտեղ Հայաստանի դեսպան Ռուբեն Խարազյանը փոխանցել էր այդ բեռները Հալեբ նահանգի փոխնահանգապետին, ով շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Օգնությունը դա մոտ 80 տոննա բեռ է, հիմնականում հայաստանյան արտադրանքի սննդամթերք, դեղորայք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք կբաշխվեն Հալեբում եւ Դամասկոսում, այդ թվում նաեւ հայ ընտանիքների շրջանում, իհարկե ոչ միայն հայերի, եւ այդ ամենում կօգնի Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կազմակերպությունը իր աշխատակիցներով։ Արտյոմ, իսկ արդյոք անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի բացման օրը, վերջնական բացման օրը ըստ էության։ Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, դե հիշեցնում եմ, որ մեկ անգամ 2 տարի առաջ սահմանը բացվել էր, կրկին մի քանի օրով եւ նույնպես օգնություն տեղ հասցնելու համար Թուրքիայում տեղ ունեցած երկրաշարժից հետո, բայց դա ոչինչ չփոխեց։ Եվ օրինակ Եվրամիության ներկայացությունը Հայաստանում այսօր հայտարարություն է տարածել, որում ոչ միայն ողջունում է այս մարդասիրական քայլը, այլ նաեւ հույս է հայտնվում, որ այս բարի կամքի դրսևորումը կմոտեցնի այն օրը, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև վերջնական հաշտություն եւ համաձայնություն կլինի եւ հարաբերությունները վերջնականապես կբարելավեն։ Այսինքն ակնարկվում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանը այս քայլը կօգնի եւ կմոտեցնի այդ օրը։
Հիշեցնեմ, Թուրքիան այսպես բաց տեքստով նախապայմաններ քաշում, որ կբացի սահմանը միայն այն բանից հետո, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական համաձայնագիրը։ Այն բանից հետո, երբ Հայաստանը հաստատեց, որ պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել եւ համաձայնվեց բովանդակությանը, արդեն մենք իրավունք ունենք ակնկալելու Թուրքիայից որոշակի քայլերի, քանի որ ակնհայտ է, որ միայն Ադրբեջանն է խանգարում այդ համաձայնագրի կնքմանը։ Այդ իմաստով իսկապես կարող ենք Թուրքիայի առաջ հարց դնենք կամ օգնեք, որ Ադրբեջանը ստորագրի, ազդեցություն գործեք, կամ գնահատեք մեր կոնստրուկտիվ մոտեցումը եւ կատարեք ձեր խոստումը։ Իդեպ Բաքվում շատերի մոտ տպավորություն կա, որ այս ժամանակավոր սահմանի բացումը վկայում է այն մասին, որ Անկարան պատրաստ է բանակցել Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական նորմալացման եւ սահմանը առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանի կատարման սահմանի բացման։ Մի շարք ադրբեջանցի փորձագետներ այդպիսի գնահատական են տվել համացանցում կամ իր լրատվամիջոցներում, կարծելով, որ Թուրքիան այս քայլով հող է նախապատրաստում եւ Ադրբեջանում հասարակական կարծիքը նախապատրաստում է այս քայլին։ Լրատվամիջոցները նույնպես դժգոհում են, մասնավորապես Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող Մինվալ պարբերականը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել. Թուրքիան զիջել է Հայաստանին։ Արդյոք իսկ առհասարակ իրականում Բաքուն ունի մտահոգվելու առիթներ։ Չեմ կարծում, որ Թուրքիան զիջել է Հայաստանին, քանի որ այն պատճառով, որ Թուրքիան ոչ միայն տեղեկացրել է Ադրբեջանին այս որոշման մասին, այլ նաև ինչ-որ իմաստով նաև թույլտվությունն է խնդրել Ադրբեջանի։ Թուրք բանագնաց Սերդար Կլիչը փետրվարի 24-ին այս թեմայի շուրջ խոսել էր Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ ավելի ուշ, երբ Բաքու էր եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, նրա հետ նույնպես այս թեման քննարկվել է։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ ոչ միայն անակնկալ չէր Բաքվի համար, այլ նաև Բաքվի գիտակցությամբ եւ համաձայնությամբ է եղել այդ ամենը։ Եվ այսօր Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունը, լրատվական բաժինը հատուկ հայտարարություն է տարածել, որով հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայ-թուրքական սահմանը պատրաստվում են բացել, ընդգծելով, որ այդ ժամանակավոր բացումը անցակետի ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի հետ սահման բացել։ Իսկ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քյուլիչը հայտարարել է, որ այդ մամուլում տեղ գտած տեղեկությունները այն մասին, որ Թուրքիան պատրաստ է սահման բացել Հայաստանի հետ, դա հայերի այսպես տեղեկատվական հերթական սադրանքն են եւ որ չկա որևէ հիմք կարծելու, որ Թուրքիան կարող է առանց Բաքվի թույլտվության համաձայնությամբ գնա այնպիսի մի քայլի, որը կվշտեցնի ադրբեջանցիներին։ Շնորհակալություն Արծուն։ Ավարտվեց հորիզոնների ստողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Դուք դիտում եք հեռանկարը, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանին։ Պարոն Մարուքյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք Հայաստան-Ադրբեջան պաշտոնապես հայտարարված բանակցությունների համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին 17 կետը համաձայնեցված է, այսինքն այն երկու կետը, որոնք որ երկար ժամանակ չէին հաջողում համաձայնեցնել, համաձայնեցրին, բայց դրան հաջորդեց անընդհատ ապատեղեկատվության տարածում ադրբեջանական կողմից։ Ինչ է սա նշանակում։ Թվում էր, թե վերջ արդեն բանակցություններն ավարտել են, հայկական կողմը կոչ էր անում տեղ, ժամ գնան եւ ստորագրեն, բայց չստացվեց։ Նախ ուզում եմ գալ համաձայնեցված տեքստի այդ հայտարարություններից, որովհետև ասում են կողմերը համաձայնեցրել են տեքստը, կողմերը չեն համաձայնեցրել տեքստը, այլ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է Ադրբեջանի բոլոր պահանջներին
եւ վերջին երկու պահանջներին, որ երկար ժամանակ չէր համաձայնվում, նաև համաձայնվել է վերջին երկու պահանջներին։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը ընդունել է փաստաթղթի մակարդակում Ադրբեջանի բոլոր պահանջները։ Սակայն Ադրբեջանը նաև ունի փաստաթղթից դուրս պահանջներ, որոնք այդ փաստաթղթի նախապայմաններն են։ Այսինքն այս փաստաթղթը որպեսզի ստորագրվի, կան նաև այլ պահանջներ, որոնք են օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխության ենթարկելը, փոխելը, իսկ այստեղ խոսքը գնում է նոր սահմանադրության ընդունելու մասին, այսինքն Ալիևի պահանջով Հայաստանի ժողովուրդը գնա ընտրական տեղամասեր եւ ընդունի Ալիևի ասած նոր սահմանադրությունը, սրա մասին է խոսքը։ Եվ մյուսը նաեւ Լուծարի ԵԱԿ Մինսկի խումբը, որը բերելու է նրան, որ մենք վերջնականապես ընդունելու ենք, որ մենք օկուպանտ երկիր ենք, հարևան երկիր է, մտել գրավել ենք եւ հանցագործություններ ենք տեղարել, դրա համար սերնդեսերունդ մեզ դատելու են, մեր ժողովրդին, մեր ժողովրդի ներկայացուցիչներին, մեր պետությանն են դատելու եւ օր ու արև չեն տալու։ Այսինքն այս երկու կետերի կատարումը Հայաստանի պետականության կազմաքանդման մասին է ըստ էության։ Ես բառերը շատ ուշադիր եմ ընտրում, բացարձակապես չեմ բանանում, գույները չեմ խտացնում։ Սակայն Հայաստանը ինչ արեց։ Հայաստանը հայտարարեց, որ քանի որ այս երկու կետներ ենք ընդունել, դե եկեք ստորագրենք, իսկ Ադրբեջանը ինչ է ասում, ասում է, բայց կներեք ձեռ եք առնում, ասենք, ինչ ստորագրենք։ Մենք ասել ենք, որ կստորագրենք, եթե դուք սահմանությունը փոխեք։ Հետեւաբար այդ միջազգային ողջույնները, որ դուք բերում եք իբր թե որպես ճնշում Ադրբեջանի վրա կամ, չգիտեմ, հայտարարում եք, որ տեղն ու վայրը ստորագրման եկեք քննարկենք, դրանք անլուրջ հայտարարություններ են։ Այսինքն, բայց Հայաստանի իշխանությունն ասում է ոչ գրավոր, ոչ բանավոր, այլ որևէ համաձայնություն չի տվել Ադրբեջանը, չի քննարկել ադրբեջանական կողմի հետ։ Չհասկացա ինչ համաձայնություն։ Նույն սահմանադրության փոփոխություն, այսինքն խաղաղության պայմանագրում կա 17 կետ եւ դրա շուրջ են եղել բանակցությունները եւ դրանք են քննարկվել։ Ոչ, նաեւ Ադրբեջանը ունի այլ պահանջներ, որի վերաբերյալ նույնպես Հայաստանը մտել է քննարկումների մեջ։ Եթե չմտներ քննարկումների մեջ, այլ բան։ Հայաստանը մտել է նաեւ դրանց շուրջ քննարկումների մեջ։ Օրինակ ՀՀ սահմանադրությունը փոխելու հարցի վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ կա արդեն վարչապետի, որ մենք պատրաստվում ենք փոխել մեր սահմանադրությունը։ Լեգիտիմության պատճառն է բարձրաձայնվում սահմանադրությունը։ Դե հա, կարող է տարբեր պատճառներ բարձրաձայնվեն, կարող է ինչ-որ մեկին ինչ-որ բան դուրս չգա, բայց դա Ադրբեջանի պահանջն է։ Կապ չունի, որ չենք համաձայնվում կամ համաձայնվում ենք։ Կարևոր է այստեղ մեր սահմանադրական դատանի որոշումը, առ այն, որ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ իր տեքստի մեջ հարևան որևէ երկրից, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետությունից։ Հետեւաբար կարիք չկա մեր սահմանությունը փոխելու։ Սա է մեր պատասխանը լինելու եւ սա պետք է լիներ եւ սա պետք է պնդվեր, բայց համ սա կա, համ հայտարարվում է, որ դե կփոխենք, համ հայտարարվում է, բայց որ 26 թվականից հետո կփոխենք, բան Ադրբեջանը չի մտնում այդ դաշտ։ Նրանք ասում են, դե երբ որ կփոխեք, այն ժամանակ այս փաստաթուղթը կստորագրենք։ Բայց ամեն դեպքում այս փաստաթուղթը, որ ինչ որ մի երանիություն է ներկայացում, որ ստորագրենք, ես նորից եմ ուզում ասել, էլի, սա Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամ դարձնող փաստաթուղթ է, խոսքը գնում է համաձայնեցված տեքստի մասին, որովհետև այլևս երբեք մենք չենք կարող որևէ դաշնակցային ֆորմատում մեր երկիրը պաշտպանել։ Ինչ է սա նշանակում։ Ապագայում, որ մենք ուզենանք ֆրանսիական ռազմաբազա բերել Հայաստան կամ հայ-ֆրանսիական զորավարժություններ իրականացնել, օրինակ հայ-ադրբեջանական սահմանին մոտ, իսկ մեր երկիրը փոքր երկիր է, ոնց էլ պատտվենք այդ սահմանի մոտ ենք հայտնվելու, մենք չենք կարող նման բաներ անել։ Ոչ Միացյալ Նահանգների հետ, ոչ ՌԴ-ի հետ, ոչ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այսինքն դրանով Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցվում է։ Այսինքն մեր իշխանությունները համաձայնվել են մի կետի շուրջ, որի համար ժողովրդի կողմից մանդատ չունեն, սահմանադրությանը հակասում է այդ ինքնիշխանության նվազեցումը եւ նման իրավունք չունեն նման համաձայնության տալու։ Բայց մարդիկ ասում են մենք համաձայնություն տվել ենք, անգամ տալուց հետո էլ չի ավարտվում այդ մղձավանջը, որովհետեւ երբ որ դու զիջում ես քո իրավունքները, որպեսզի ստանաս անվտանգություն, դու համ զրկվում ես իրավունքներից, համ անվտանգությունից։ Հայաստանի իշխանությունն ասում է այդ փաստաթղթում որևէ միակողմանի կետ չկա։ Այսինքն բոլոր կետերը վերաբերում են թե Ադրբեջանին եւ թե Հայաստանին։ Եղավ։ Այդ բան կա, որ Facebook-ում բանում գրում են, ասում են օգ ջան։ Եղավ, շատ լավ։ Շատ բան են ասում, որ ասում են ինչ։ Այսինքն ես ասում եմ, այն ինչ որ իրականությունն է, Հայաստանի իշխանությունը նաև պնդում էր ժամանակին տարբեր հարցերի վերաբերյալ նարատիվներ, որոնք հոդս են ցնդել։ Կարմիր գծեր էր հայտարարվում, որոնք հոդս են ցնդել չկա։ Նույնն էլ դրա վերաբերյալ։ Ես մի հարց տամ։ Եթե Ադրբեջանը դեռևս որևէ փաստաթուղթ մեզ հետ չստորագրած կարողանում է Հայաստանի զենքի գնումը կասեցնել եւ դրա մասին պրես ռելիզ է տալիս եւ Հայաստանում չկա իշխանության ներկայացուցիչ, որ կտա մեկնաբանություն թե այդ ինչա տեղի ունեցել։ Ինչ են հիմա խոսում, որ
բանը, մենք է կարող ենք իրանցից բան պահանջել։ Թող մի օրինակ բերեն, որ բան են պահանջել Ադրբեջանից եւ դա տեղի է ունեցել։ Ինչ նշանակում դա բան են երկկողմանի են։ Ի՞նչն է երկկողմանի։ Օրինակ Ադրբեջանը կարիք ունի իր տարածքում որևէ երկրի երրորդ ուժեր բերի։ Իր բանակը իրան բավարար չի։ Հայաստանը կարիք ունի։ Հայաստանը կարիք ունի բանակը վերականգնելու, Ադրբեջանը դրա դեմ է։ Հայաստանը կարիք ունի ռազմական գործընկերություն դաշնակիցներ ունենալու, Ադրբեջանը փաստաթղթով հասել է նրան, Հայաստանը հրաժարվել է իր իրավունքներից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի, ձեր ասած որ նրանց բանակները ինտեգրված են։ Թուրքական բանակը ուր էլ մտնի Հայաստանից ով է գնալու պահանջի, որ դուք իրավունք չունեք մտել եք։ Որ մարմնին է դիմելու Հայաստանը, որ բանը այդ պայմանագիրը խախտվել է։ Ինչ մեխանիզմներով է դիմելու, եթե Հայաստանը հրաժարվել է երաշխավորի ինստիտուտից, չի պնդում երաշխավորի ինստիտուտ ունենալը պայմանագրի, չի ուզում դատական վեճերով իր խնդիրները լուծի։ Ոնց է էլի, ոնց է այդ հարցերը բարձրացնելու, որ ասում են բանը երկկողմանի է։ Ինչն է երկկողմանի։ Ո՞րն է ձեր առաջարկը այս դեպքում։ Ինչպես պետք է, ո՞ր ճանապարհով պետք է գնալ։ Դուք ո՞րն եք տեսնում հարցի լուծումը։ Իմ առաջարկը հետեւյալն է, որ այս մարդիկ այլևս իրենց սպառել են, չեն կարող որևէ կերպ հանգել ոչ խաղաղության, ոչ որևէ համաձայնության Ադրբեջանի հետ, եւ նրանք ուղղակի ամեն օրը ձգում են, որ շարունակեն մնալ այդ նույն աշխատասենյակներում եւ կառավարական առանձնատներում։ Չեն կարողանալու ոչ մի բան անել։ Հայաստանին պետք է ռեստարտ եւ դա կարող է լինել միայն ընտրությունների միջոցով։ Իմ առաջարկը հետեւյալն է, որ պետք է հայտարարվի անկեղծ, որ մեր բոլոր նախաձեռնությունները մենք ձախողել ենք, սիրելի հայրենակիցներ, մենք խաղաղության օրակարգը ձախողել ենք եւ մենք հեռանում ենք, թող ժողովուրդը կձևավորի նոր իշխանություն, նոր բանակցողներ կգնանք խոսան։ Օրինակ, եթե ես լինեմ նոր բանակցողը, հենց հիմա մենք ունենք սեղանի վրա դրված փաստաթուղթ, որը կոնկրետ լուծում է խնդիր, որի արդյունքում Ադրբեջանը չի կարողանալու հարձակվել մեզ վրա եւ նոր տարածքներ գրավել։ Այդ կմանրամասնեք։ Սակայն Ադրբեջանը հենց հիմա պատրաստվում է նոր հարձակման։ Այդ կրակոցների վերաբերյալ տեղեկություններ տալով եւ այլն եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ մենք պարտավորություն ունենք չկատարված նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով։ Հայաստանի Հանրապետությունը այդ թեմայով չի ասում, որ Ադրբեջան դու ունես նույնպես պարտավորություններ եւ քանի որ պարտավորությունները միակողմանի այլևս արվոչի չեն դարձած, չկա Լեռնային Ղարաբաղը, չկա Լաչինի Միջանցքը, մենք ունենք 150,000 փախստականներ, մեր ռազմագերիներին դատում են ադրբեջանական դատարաններում եւ բանտերում նրանք նստած են, հետեւաբար մենք պահանջում ենք երակոմ հարթակում բանակցություններ, հետ բերել երակոմ հարթակում բանակցությունների, պնդել այս պնդումները եւ ասել, որ ունենք երկու տարբերակ։ Տարբերակ A կամ վերականգնվում այն ինչ որ կար, կամ դրա կեսն էլ որ վերականգնեն, որ աննարին արդեն դառնում է սպային։ Ուրեմն փաստաթուղթը գոյություն ունի, ուրեմն մենք ունենք պարտավորություններ, կամ եթե չի վերականգնվում, այսինքն 150,000 մարդ չի գնում մտնում Լեռնային Ղարաբաղ ապրելու իր իրավունքներով։ Ռուսական խաղապահ ուժերը չեն գնում մտնում այդ տարածք անվտանգություն ապահովելու։ Եթե դրանք տեղի չեն ունենում եւ Լաչինի Միջանցքը բաց չի Հայաստանի համար կապ պահպանելու իմաստով, անխոչնդոտ, այնպես ինչպես որ կար։ Հետեւաբար այդ 9-րդ կետի պարտավորությունը առ-ոչինչ է։ Եվ ՌԴ նախագահը, որպես արբիտր այդ թեմայի, Հայաստանի պահանջով պետք է ասի եւ պետք է այդ բանակցությունների արդյունքը լինի այն, որ կամ 3-ով հրճակում են, որ այս փաստաթուղթը առ-ոչինչ է եւ ապաշրջափակման ընդհանուր տարածաշրջանային տրամաբանությամբ կլինի ապաշրջափակումը, հա, կամ փաստաթուղթը գործում է, իրենք ունեն պարտավորություններ, մենք եւ սկսում ենք այդ պարտավորությունները կատարել։ Հիմա Հայաստանը չի անում սա, որը բերելու է մեր նկատմամբ նոր հարձակման եւ նոր օկուպացիայի։ Հասկանում եք, ես հասկանում եմ, որ գնալ բանակցությունների նման բան բանակցել, դա պատասխանատվություն է։ Ես որ ասում եմ, ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել։ Մեր իշխանությունները ոչ մի թեմայով չեն ուզում պատասխանատվություն ստանձնել։ Ուզում են թողեն, ձգեն, վերջում կլինի հարձակվում, ներխուժում, գրավում, օկուպացիա եւ կասեն, ժողովուրդ ջան, դե տեսակ աշխարհը վատնա, մեր բոլոր դաշնակիցները մեզ խաբեցին, բոլորը մեզ գցում են, ոչ մի բան մեր մոտ չի ստացվում։ Մի հատ հարց էլի, որ եթե այդքան անճար մարդիկ են, անճար մարդկանց մենք ինչի ենք պահում, որ մեր խնդիրներով զբաղվեն։ Երբ որ դուք ասում եք դիմել Ռուսաստանին, դիմել Վլադիմիր Պուտինին նման առաջարկությամբ եւ այլն, հակառակողմից պնդում են, ասում են, դե լավ, դաս չեղավ են ինչ որ եղավ դրանից առաջ։ Ռուսաստանը այստեղ էր, չէ, հողի վրա էր, կային խաղաղապահներ, շատ լավ։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, սառեցված չէր մեր մասնակցությունը, բայց Հայաստանը ինքնիշխան տարածքից օկուպացվեց, բայց ՀԱՊԿ-ը որևէ գործողություն չար։ Ինչ արեց Ռուսաստանի նախագահը։ Ես ՀԱՊԿ-ի մասին չեմ բան առաջարկում, մենք ունենք փաստաթուղթ, եթե դաս է եղել, պետք է վարչապետի իրաստորագրությունը հետ կանչեր։ Ուրեմն ինքը գիտի, որ այտենց չի եղել են ինչ որ դուք ասում եք։ Ինքը անգիր գիտի, որ այտենց չի։ Այսինքն այն ինչ նարատիվներ տարածված են, հիմա դուք ինչ որ ասում եք, չէ՞, բոլորը կիսա ճշմարտություններ են։ Մեջը ճշմարտություն էլ կա, կեսն էլ սուտ է։
Եվ մեր իշխանությունները անգիր գիտեն, որ դա կիսասուտ է, բայց ինչի՞ է պետք է կիսաստերը տարածել։ Որովհետև եթե ամբողջ ճշմարտությունը իմացվում է, որի մասին ես խոսում եմ, պարզվում է, որ այդքան էլ այդպես չի, պարզվում է, որ մեղավորության մեծ բեռը կմնա մեր ուսերին, մեր իշխանության ուսերին։ Հետևաբար որպես այդ մեղավորության բեռը չմնա մեր ուսերին, գցում ենք այնտեղ բանի Ռուսաստանի գրպանը, Ֆրանսիայի գրպանը, Ամերիկայի գրպանը, ՕԴԿԲ-ի գրպանը, ու տենց որ վերջում մենք անմեղ դուրս գանք։ Հիմա ես ձեզ եմ ասում, եթե իրենք ճիշտ էին ասում, իրանք էս փաստաթուղթը պետք է հայտարարեին, առ ոչինչ ստորագրություններ հետ կանչացնեին։ Որ դա չեն արել, իրանք անգիր գիտեն, որ իրանք սուտ են խոսում, եւ այդ ինչ որ ասում են կիսաճշմարտություններ են։ Ավելին ասեմ, այն ինչ որ նկարագրվում է, չէ՞ թերություններ ա եղել, այո, թերություններ ա եղել, բայց դու լավ այլընտրանք չունես։ Դրա լավ այլընտրանքը ո՞րն է։ Չկա այլընտրանք, այլընտրանքը դենա որ գալու են գրավեն, որ գրավեն իրանց պայմաններով են գրավելու, որ գրավեն իրանց պայմաններով եւ հողի վրա եղած իրողություններով հետդ խոսելու են։ Անկամ եղած համաձայնացածը թղթեր ասելու են այլևս առ ոչինչ են։ Եկեք նորից նստենք, նորից խոսանք։ Հասկանում եք։ Որպեսի չհարցակվեն, չգրավեն եւ դու կարողանաս բանակցություններով խուսափել այս process-ից։ Միակ ֆորմատը երակոմ հարթակն է, ուրիշ հարթակ չկա։ Մակրոնի հետ ունենար ստորագրած, կասեի Մակրոնի հետ արեք։ Դոնալդ Տրամպի հետ ունենար ստորագրած, կասեի Դոնալդ Տրամպի հետ արեք։ Չունենք ստորագրած։ Այդպես է ստորագրվել, այդ փաստաթուղթը, վատնա, ինչա, ոնց է, ինքը միակ մեխանիզմն է։ Հիմա կամ իրան օգտագործում ենք, կամ թողնում ենք հաջորդ պատերազմը լինի։ Հիմա մեզ հետևողական կերպով տանում են հաջորդ էսկալացիային, որ էլ իրանք չլինեն մեղավոր, որովհետև պետք է մտնեն բանակցության մեջ, բայց դրա համար պատասխանատվություն պետք է ստանձնեն։ Որպեսզի պատասխանատվություն չստանձնեն, ասեն Ադրբեջանն է մեղավոր, սա նա, կրկնվում եմ։ Դրա համար sense թողում են ինքնահոսի։ Այդ ինքնահոսին է բերել սեպտեմբերի 19-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Ինքնահոսի թողում ես վերջում հարձակվում են։ Էսա այդ ինքնահոսին է բերել 2020 թվականի 44 օրյա պատերազմը, որ սեղանի վրա խաղաղության փաստաթուղթ է եղել, ոչ մի բան չի արվել խաղաղության փաստաթուղթը կյանքի կոչելու համար։ Ինքնահոսին է դա բերում։ Պարոն Մարուկյան, ստեղծված իրավիճակ առհասարակ վերլուծելով վերջին շրջանում կան վերլուծաբաններ, ովքեր պնդում են, որ առհասարակ Ադրբեջանը ինքն իրենով չի կարող որևէ գործողության դիմի եւ այդ գործողության դիմելու համար պետք է նաեւ այսպես ասած աշխարհաքաղաքական կոնսենսուս։ Նորից եմ կրկնում, դա որոշ վերլուծաբանների, փորձագետների տեսակետներն են։ Հիմա դուք պնդում եք, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում հարձակման համար։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ աշխարհաքաղաքական կոնսենսուսը կամ անհրաժեշտություն չի կամ էլ կա։ Ադրբեջանն այնքան ինքնուրույն երկիր է, որ կարողանում է Հայաստանին պարտադրել պայմաններ ընդունել, որ կարողանում է այնպես անել, որ Հայաստանը զենք չգնի։ Այդքան ինքնուրույն երկիր է Ադրբեջանը։ Հետեւաբար վերլուծաբանները թող հապուշ տեղ չխոսեն, այս մեկ մեր ժողովրդին խափեն ամեն օր, բանը մոլորեսնեն, տանեն հաջորդ պատերազմին ու կոտորածին։ Եվ հաջորդը, իսկ ով է ասել, որ հենց հիմա չկա միջազգային կոնսենսուս։ Ով է ասել, որ չկա միջազգային կոնսենսուս, եւ արդյոք միջազգային աշխարհակարգը այնպեսին է, որ պետք է միջազգային կոնսենսուս։ Կարող բացարձակ պետք չի միջազգային կոնսենսուս, եւ Թուրքիան բավարար է, որ իր աջակցող լինի, ինքը իր խնդիրները լուծի։ Գիտեք, բաներ են խոսում, բաներ են մեկնաբանում, բան, որ իրողություններից կտրված է, իրականության հետ կապ չունի։ Այնքան սուտ, ինչքան մեր ժողովրդին է հրամցվում, այդ դոզայով ես չեմ պատկերացնում, ասենք հնարավոր չի որևէ բան փորձել ճշմարտությունը փնտրել, դա համար շատ բարդ խոսքը մարդկանց տեղ հասցնել։ Էսա է։ Իսկ դուք ամերիկացիների կողմից վերջին շրջանում ակտիվություն տեսնում եք ներգրավելու փորձեր կամ ներգրավվածություն հայ-ադրբեջանական բանակցություններում։ Գոնե թե զանգ եղավ, հայտարարություն եղավ։ Տեսեք, հայտարարություններ զանգեր կլինեն, կողջունեն, կասեն, բան, բայց իմացեք մի բան։ Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմը ժամանակ կարող է ծախսել այնտեղ, որտեղ կարող է ունենալ կոնկրետ գործարք եւ կոնկրետ արդյունք։ Հայաստանի պարագայում արդյունքի միտված process-ը պրոադրբեջանական է։ Եթե ժամանակ ծախսեն Ադրբեջանի համար է լավ լինելու։ Ավելի լավ է խնդրենք ժամանակ չծախսեն։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը խաղում է տարածաշրջանում որպես հակաիրան։ Պետք է հասկանալ իրողությունները։ Հետաբար այս պահին նախ որևէ ձևով ես չեմ տեսնում, որ ժամանակ ծախսում են մեր process-ի նկատմամբ եւ երկրորդ այդ ադմինիստրացիան այն ադմինիստրացիան է, որ սիրում է կանգնել հաղթողի կողքին։ Ով այս process-ում հաղթողը։ Ալիևը։ Ուզում ենք անպայման այնպես անենք, որ նրանք կողքը կանգնեն։ Բայց չէ որ հենց զանգ եղավ Ադրբեջանին եւ ասվեց, որ պետք է ստորագրվի, այսինքն խաղաղության պետք է հասնել հիմա եւ ազատ արձակել բոլոր գերիներին։ Եվ ինչ։ Ստորագրեցին։ Ազատ արձակել։ Դա հետևանքներ չի կարող ունենալ ասես։ Բացարձակ։ Դա ռուսերեն ասած բանա դիժուրնի հայտարարություն է։
Դա ժամանակի ծախս չի։ Ժամանակ ծախսել նշանակում է բանակցություններ կազմակերպել, բանագնաց ուղարկել Երևան, բանագնաց ուղարկել Բաքու, սանկցիաների սպառնալիք տալ, որ եթե ազատ չարձակենք, սանկցիաներ կիրառենք։ Ինչի մասին ենք խոսում։ Իսկ առհասարակ համաձայն եք Եվրոպական միության դիտորդների դուրսբերմանը Հայաստանից համարից, որտեղ ասում են նաև նույն այդ շատ մասնագետներ, որ դա է նաև ինչ որ չափով անվտանգության երաշխիք տալիս հիմա, որ հարձակումը անմիջապես չի լինում։ Եվրոպական միության դիտորդների ներկայությունը դա զուտ երրորդ աչք է, երրորդ ականջ, աչք, մոնիտորինգ է, բայց անվտանգության երաշխիք չէ, որտեղ նրանք այստեղ են կրակում էին երաշխի վրա եւ թույլ չտվեցին գործարան այնտեղ կառուցվի, նրանք այստեղ են ամեն օր կարելի կրակում են, շարունակում են կրակել, հարձակում չի լինում, այսինքն հարձակում ինչ հարձակում, եթե կրակում են դա հարձակում է։ Մեր ժողովրդին համոզել են, որ եթե քո վրա կրակում են, դա հարձակում չի։ Ժողովուրդ ջան, երբ որ մեր վրա կրակում են, դա հարձակում է։ Դուք քիչ առաջ որ հարձակման մասին եք խոսում, այդ կրակոցի մասին եք ասում։ Ոչ, ես ասում եմ ներխուժում, օկուպացիա։ Դրանք ուրիշ ստադիաներ են։ Երբ որ քո վրա կրակում են, դա հարձակում է, դա հանցագործություն է։ Երբ որ դու լռում ես, որ քո վրա կրակում են եւ պրեսելիս չես տալիս, դու օգնում ես հանցագործին, որ նա չպատժվի եւ շարունակի իր հանցագործությունը անպատիժ կատարել։ Մեր պաշտպանության նախարարը ինչ ասում է, երբ որ կլինեն վտանգավոր կրակոցներ, մենք կասենք։ Այսինքն չի ասում, որ չեն եղել կրակոցներ ու շատ եղել։ Ասում է, եթե կլինեն վտանգավոր կրակոցներ, մենք կասենք։ Սա նշանակում է, որ այսօր այդ կրակոցները բաժանվում են երկու խմբի՝ անվտանգ կրակոցներ եւ վտանգավոր կրակոցներ։ Ճիշտ եմ հասկանում։ Ոնց կարելի է նման բան մեզ համոզել։ Հիմա հետ գալով Եվրոպական միության դիտորդական առաքելությանը։ Քանի որ մենք ինքնիշխանության շրջանակներում մենք որոշել որ բերենք։ Հետեւաբար ցանկացած բան, որ մենք ենք որոշում, իսկ դրա կողմնակիցն եմ այդ իմաստով։ Միայն այն, որ Ադրբեջանը ասում է, որ դուք այլևս չեք որոշելու ձեր տարածքում ինչ անեք, միայն դրա համար բավարար է, որ ես դեմ լինեմ այդ երրորդ ուժերի կետի համաձայնեցմանը։ Միևնույն ժամանակ մի բան էլ ասեմ։ Օրինակ, եթե Հայաստանը համաձայն էր, որ հիմա դուրս գալիս, հիմա օքեյ ենք, թող դուրս գան, խաղաղության պայմանագիր ենք կնքում, անվտանգության երաշխիքներ տվեք, մեխանիզմ կլինի, երաշխավոր կլինի, ես բավականին բան կլինի, գոհ կլինի եւ չէի քննադատի։ Բայց ինչ է տեղի ունենում։ Ապագայի վերաբերյալ պարտավորությունը ստանալու։ Քանի դեռ չի ստորագրվել, դուք գոհ կլինեիք, որ ամեն դեպքում դուրս գային։ Դեռ չկա, փաստաթուղթ չկա, ստորագրված չկա, հիմա դուրս գային։ Չէ, դուք ինձ սխալ հասկացաք։ Ես ասում եմ, եթե այս պահի վերաբերյալ լիներ պահանջը, որ հիմա դուրս գան, ստորագրենք, ես չէի քննադատի։ Ասեի, որ հենց այս պահի մասին է խոսքը գնում, վաղը մյուս օրը ստորագրվի դուրս գան։ Ոչ, դա չեն ասում։ Ասում են ստորագրվի դուրս գան, ապագայում էլ իրավունք չունեք երբևէ որևէ ուժ բերեք։ Այսինքն ձեր թորներին, ձեր ծորներին, մեր բոլորի սերունդներին արգելում են ապագայում ինքնուրույն որոշում կայացնել։ Մեր տարածքի վերաբերյալ։ Եվ վերջում, քանի որ դուք հարցի լուծումը տեսնում եք ըստ էության նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադարձով եւ եռակողմ այդ փաստաթղթի շրջանակներում բանակցություններ վերսկսելով, այստեղ տեսեք, վտանգներ այդ փաստաթղթում չկան, մասնավորապես նույն այդ Միչանսկի, որտեղ որն է Ադրբեջանի կռիվը, չէ՞, ասում են հենց այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկն է։ Ադրբեջանն էլ ասում է, ես կողմ եմ վերադառնանք այդտեղ, որտեղ Միչանսկ կա։ Բայց այնպես էլ չի, որ ռուսական կողմը միշտ հերքել է կամ ասել է, չէ, այդտեղ Միչանսկ չկա, չպիտի բանակցվել։ Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարություն է արել, որ նշված ճանապարհի վերաբերյալ իրենց դիրքորոշումը նույնական է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման հետ։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Այսինքն Հայաստանում մանդատար սուտ է քարոզվում, որ իբր թե բոլորը Ադրբեջանի կողմից են եւ ուզում են Ադրբեջանի հետ այդ Միչանսկը վերցնեն, չկա նման բան։ Մեր շահերը համընկնում է այդ իմաստով եւ մենք կարող ենք ներգրավել եւ պաշտպանվել։ Սակայն մենք ինչ ենք անում։ Մենք հրաժարվում ենք մեր շահերը համընկնող ուժերից, նույն Իրանի Իսլամական Հանրապետության ՌԴ-ի հետ համագործակցությունից, որի արդյունքում մտնելու են գրավել։ Այսինքն սա է տեղի ունենալու։ Եվ դες ասեմ, ոչ միայն գրավելու են, այլև ադրբեջանցիներին վերաբնակեցնելու են։ Ինչը նոյեմբերի 9-ի փաստաթղթով չկա։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով միայն վերադարձ որ կա, չէ՞, վերադարձ փաստականների մեր ժողովրդի մասին, Հադրութի բանի։ Ադրբեջանցիների վերադարձի մասին խոսք չկա։ Այսինքն հիմա այդ փաստաթուղթը մենք ռետրոսպեկտիվ հետադարձ հայացքով ենք նայում, չէ՞։ Բայց հիմա եկեք համատենք այսօրվա համաձայնեցված այս փաստաթղթի հետ, որն է լավը։ Կարծում եք նոյեմբերի 9-ը։ Վստահ եմ, ոչ թե կարծում եմ, վստահ եմ։ Անկամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախապայման չի եղել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի։ Քառակուսի կիլոմետրներով են։
որը ի պատասխան Ադրբեջանը մեզ չի ճանաչել եւ մինչեւ այսօր էլ չի ճանաչում։ Նաեւ ես ասեմ, որ հայտարարում են, որ Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականություն ճանաչել, դա էլ է սուտ։ Դա էլ է սուտ։ Անդադար սուտ է քարոզվում։ Ադրբեջանը չի ճանաչել։ Չկա այդ դուք ծանոթ եք բովանդակությանը, չկա այդ համաձայնագրումը։ Ես ծանոթ չեմ այդ բովանդակությանը, ես նկատում եմ համաձայնագրի մասին չեմ խոսում, համաձայնագրը ստորագրված չի։ Որ ասում են այս պահին նրանք ճանաչում են, նրանք ճանաչել են, Պրահայի փաստաթղթով են ճանաչել, հետո դելիմիտացիայի բանով կանոնակարգով են ճանաչել, չէ՞, դա չի իրականության համապատասխան։ Շնորհակալություն։ Որտեվ քառակուսի կիլոմետրով չեն ճանաչել։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մանուկյանն էր։